Արդեն 10 տարի է Գիտությունների ազգային ակադեմիայում ակադեմիկոս չի ընտրվում և հետևանքը պարզ է։ Ակադեմիկոսների թիվը կրճատվում է բնական ճանապարհով։ Հիմա նրանք 22-ն են։ Նախկինում թիվը 100-ի էր հասնում։ Թեպետ գործող օրենքով պարտադիր է, բայց կառավարությունը թույլ չի տալիս, որ ակադեմիայում նոր ակադեմիկոսների ընտրեն։ Այսօր տարեկան ընդհանուր ժողովն էր ու դարձյալ առանց ընտրության։ Գործադիրի հիմնավորումն այն է, որ բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքի նախագիծը ընդունվի, նոր ակադեմիկոսներ կլինեն։ Ակադեմիան գործող օրենքով գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է։ Այսօր գիտնականներից հետաքրքրվեցինք վարչապետ Փաշինյանի հռչակած նոր իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արդյոք ծանոթ են, եթե այո, ինչ կարծիք ունեն։ Ակադեմիայի նախագահն այս թեմայով չի խոսի։ Ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց, իրական Հայաստանի վերաբերյալ հարցին չի պատասխանի և պատասխանեց։ Թույլ տվյալություն չպատասխանա։ Կա մի Հայաստան, հռոմեական կայսրությունը ամբողջ Եվրոպան իր տարածքում էր ներառում։ Այսօր հռոմեական կայսրության մասին չեն խոսում, ասում են մոռանանք հռոմեական կայսրությունը։ Խոսում են, չէ՞, բայց դա չի նշանակում, թե նորից հավաքնում են Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի տարածքներին։ Պետք է պատմությունը հարգել։ Եղավ։ Մեկ այլ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը հաստատակամ էր գիտական կառույցի արդյունավետությունից բացի, իրեն այլ հարց չի հետաքրքրում։ Դա ինձ չվերաբերվող խնդիր է։ Մենք քննարկում ենք զուտ ակադեմիայի կառուցվածքը, ապագա կառուցվածքը, արդյունավետ գործունեությունը, արդյունավետ գործունեության հնարավորությունները։ Մեզ հետաքրքրում է այս հարցը, այլ հարց չի հետաքրքրում։ Ակադեմիայի թղթակից անդամ Հնագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը վստահ է նոր հայեցակարգ պետք է։ Մենք ծանր հարվածներ ենք տարել, գրել, եթե այդ հարվածները ոչ միտեղ չեն փախնելու, այսինքն այս հասարակությունը այդ հարվածների կրողն է։ Այդ հարվածները պահանջում են հասարակության մոբիլիզացիա, հասարակության, այսպես ասած, կերպափոխման խնդիր, ինչպես դեպքը տեղ ունեցավ 15 թվականի ցեղասպանության հետևանքով մենք կարողացանք ձևեր գտնել եւ ազգային զարթոնքի ճանապարհ անցանք։ Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն, բայց ասում է կտրուկ պիտի փոխվեն Հայաստանում ապրողների մոտեցումները։ Նրանք նախ պիտի քաղաքացի դառնան ու խնամեն երկիրը, որում ապրում են։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կառավարության ղեկավարի կամ կառավարության, առաջքաշած այս հասարակությունը պահանջ ունի հստակեցնելու յուրաքանչյուր կոնկրետ տեղում իրական Հայաստան ասելով ինքը ինչ է հասկանում, բայց դա պետք է միտված լինի ոչ թե որ սա սխալ է, սա ճիշտ է, այլ ինչպես մենք փոխվենք, կերպափոխվենք, որպեսզի կարողանանք իրական վտանգներին պատասխանել։ Այսինքն կոպիտ ասած չի կարելի երեխայի մեջ մտցնել հոգեբանություն, որ Իստանբուլը պետք է դառնա այրանցով, բոլորովին ուրիշ բաների մասին պետք է խոսել։ Իր նախնիներն էլ մուշից են, մուշը շենացնել չեմ կարող, այս հայրենիքը պիտի շենացնեմ, ասում է հնագետ Ավետիսյանը։ Իսկ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը իրական Հայաստանի վերաբերյալ Փաշինյանի թեզերը իր խոսքով չի ընկալում։ Լսել եմ, բայց դա ինձ չեմ ընկալում այդ։ Մենք առանց մեր պատմությունը գնահատելու, առանց մեր ազգային, մեր ռազմավարությունը մշակելու, որը ոչ թե այսօրվա համար լինի, այլ լինի մեր հետագա սերունդների համար։ Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Էդուարդ Պողոսյանը սկզբում դրականն է նկատում, անմիջապես հետո վատը։ Փաստ է, որ ասֆալտը կա, բայց Արցախը չկա, ասում է։ Մենք ունենք բանտարկյալներ, որոնք այնտեղ եւ անընդհատ Ադրբեջանը բարձրացնում է հարցադրումներ, որ այդ խաղաղությունը պարշի թե մեզ այդ թղթի կտորը մեզ ինչի կբերի, ճիշտ է։ Ես պատրաստ չեմ իրական Նիկոլ Փաշինյանի Հայաստանը մեկնաբանել այստեղ։ Ես չեմ ուզում դա անել։ Կողմնակից չեմ։ Ինչի պիտի բացատրեմ։ Կողմնակից չեմ։ Դե հա ինչի մեր պատմական բոլոր հաջողությունները գցեք ջուրը։ Արարատն ու պատմությունը ջուրը գցող չկա ակադեմիկոս կոլեգային է հակադարձում կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը։ Իմ պատշգամբից միևնույն է ամեն առավոտ նա երևում է եւ հավերժ գերեվա։ Ես կենթանի չնեմ, Արարատ իմ պատշգամբից գերեվա։
Վստահ է իրական Հայաստանի վերաբերյալ վարչապետի թեզերը մարտավարական նշանակություն ունեն։ Սիտուացիան այնպեսին է, որ հարկավոր է ապահովել անվտանգությունը երկրի։ Հիմա տեսեք, հիմա ինքը կարող է գերմանացիները մոռացել են, որ արևելյան Պրուսիաներ իրենցն է կամ Քյոնիգսբերգի իրենցն է, չեն մոռացել, չէ՞։ Իրանք միշտ էլ հիշում են, հարմար պահը կգա, հա, եւ բոլորին եւ կհիշացնեն եւ հետ կվերցնեն։ Հարմար պահը կգա։ Ես չեմ կարող քաղաքական հարցեր մեկնաբանել։ Դա կլինի ոչ պրոֆեսիոնալ իմ կողմից։ Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը ֆիզիկոս է ասած, իրական Հայաստանի վերաբերյալ գիտական պատասխան չունի, էմոցիոնալ պատասխանը տեղին չի համարում։ Գիտնականների տարբերությունը կայանում է նրանում, որ նրանք մշտապես շեշտում են, ես չգիտեմ։ Ոչ թե ես գիտեմ ամեն ինչ, այլ ոչ, ես չգիտեմ։